Տեսեք, ես ուզում եմ մեկ անգամ եւս կարևորել այն գործընթացները, որ կատարվում են աշխարհում։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել Շվեյցարիայի համադաշնությանը նման համարձակ որոշում կայացնելու գործում։ Ասեմ, որ Շվեյցարիան այս հարցում ի ուրախություն մեզ միակ երկիրը չէ, բազմաթիվ երկրներ կան, նույն Կանադայի արտգործնախարարությունից մենք այդ հայտարարությունները լսել ենք, ելի տարբեր երկրներից հնչել են հայտարարություններ, բայց սա արդեն խորհրդարանի մակարդակով որոշում է ստորին պալատին, որը որ շատ կարևոր ազդակ է, այդ ազդակը ոչ միայն աշխարհին է ուղղված, նաև այս որոշումը խոսում է նրա մասին, որ այս իշխանությունները սպասարկելով ադրբեջանա-թուրքական շահերը որևէ մի բան չեն անում, այն հարցը, որը որ մեզ բոլորիս հուզում է արցախցիների վերադարձի եւ անվտանգության երաշխիքներ ապահովելու պարագայում այնտեղ հետ վերադառնալու եւ պետական ինստիտուտները նորից էլի Արցախում հաստատելու հարցում անում են այն ամեն ինչը, ինչ որ Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերից է բխում եւ մենք տարբեր միջազգային հարթակներում մասնակցելով տարբեր քննարկումների, տարբեր ուրեմն պաշտոնյաների հետ հանդիպելով եվրոպական եւ աշխարհի տարբեր երկրների դիվանագետների հետ հանդիպելով իրենք մի հարց են տալիս. Եթե Հայաստանի Հանրապետության իշխանությունները շահագրգռված չեն, որպեսզի Արցախահայերը վերադառնան իրենց բնօրան, դուք մեզնից ինչ եք պահանջում։ Դուք ինչ եք պահանջում մեզնից, եթե ձեր իշխանությունները ասում են, որ Արցախի հարց գոյություն չունի։ Եվ սա նորից մեկ անգամ եւս վկայում է նրա մասին, որ այստեղ կողքի շենքում ոչ թե սպասարկում են հայ ժողովրդի շահերը, այլ մեր շահերի հետ կապ չունեցող թշնամական պետության շահերը։ Եթե փոքր ինչ, ուրեմն ազգային իշխանություն լինի, հայամետ իշխանությունը լինի կառավարության ղեկին, այս հարցը ես կարծում եմ հնարավորություն ունի այս հարցը դրական լուծում ստանալու, բայց առաջին հերթին, նորից եմ կրկնում, ողջունելով այս ամեն ինչ որ կատարվում է, առաջին հերթին սա խոսում է նրա մասին, որ այս իշխանությունները հակառակը այն process-ներին, որ կատարվում է, մի բան էլ խանգարում են այդ process-ներին, ասելով, որ մենք Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերություններ ենք ուզում ստեղծել եւ այդ հարաբերությունները ստեղծելու գործընթացում նմանատիպ որոշումները անգամ կարող են այսպես ասած իրենց այս քիրվայությունը խաթարել։ Եվ սա մեր մեծագույն խարանն է եւ այս չարիքի իշխանություններից օր առաջ հեռացնելուց հետո ես կարծում եմ շատ կար ժամանակամիջոցում արագ տեմպերով մենք կարողանալու ենք շատ ու շատ դաշնակիցներ բարեկամներ գտնել աշխարհով մեկ հյուսիսից հարավ, արևելքից արևմուտք եւ ի վերջո հասնել նրան, որպեսզի մենք կարողանանք մեր բնօրանը վերադառնալ եւ կարողանանք Արցախի հարցը լուծել, որովհետեւ ի հեճուկս թրքահապատակ իշխանությունների Արցախի հարցը մնում է, Արցախի հարցը կա եւ լինելու է եւ այս առումով ես կարծում եմ, որ այս քայլերը իրենց դրական արդյունքը տալու են եւ մենք հասնելու ենք մեր նպատակին։ Շնորհակալություն։